Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ այս շաբաթ եւս անդրադարձենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, ովքեր կիսվում են իրենց գիտելիքով անցած ճանապարհով, նախագծերով, որոնք որ իրականացնում են։ Այսօրվա իմ հյուրերին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել Վանանե Արաքցյանը, ողջույն Վանանե, եւ Իրինան Փահլևանյան, ողջույն Իրինա։ Ուզում եմ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին տեղեկացնել, որ մեր հյուրերը ներկայացնում են Կերոն հիմնադրամը, ինչ գործունեությամբ է զբաղվում, ինչ ծրագրեր է իրականացնում, դրա մասին մենք կքննարկենք առաջիկա հաղորդման ընթացքում եւ առաջին հարցը Վանանե, ուղղեմ ձեզ, Կերոն հիմնադրամի մասին միգուցե շատերս իրազեկված չենք, բայց բնականաբար շատերս տեղեկացված ենք այն արդեն կատարված ծրագրերին, հա, որը որ եւ Երևանում եւ համայնքներում իրականացրել եք, մի փոքր կներկայացնեք հիմնադրամի մասին ու ինչպես է ստեղծվել գաղափարը, ինչ հիմնական խնդրի լուծմանն է միտված։ Շնորհակալություն։ Կարծում եմ, եթե մեր ծրագրերի մասին լսել եք, արդեն իսկ ուրեմն մենք հաջողել ենք։ Հիմնադրամը ստեղծվել է 2024 թվականին եւ շուրջ 2 տարի է ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Կերոն զարգացման հիմնադրամի գլխավոր առաքելությունը Հայաստանում փոխել միջավայր։ Եվ մենք դա տեսնում ենք հիմնականում մարդկանց միջոցով եւ մարդկանց շնորհիվ։ Եվ այդ իսկ պատճառով մեր գլխավոր նպատակը հրավիրել Հայաստան մարդկանց, ովքեր կգան իրենց մասնագիտական գիտելիքներով մեր երկրում կփոխեն միջավայր, ինչպես նշեցի։ Դրանք հիմնականում 5 ռազմավարական ուղղություններով հրավիրված մասնագետներ են։ Մենք առհասարակ աշխատում ենք, մենք գործունեությունը ծավալում ենք այս 5 ռազմավարական ուղղություններով, որոնք են առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, սպորտը եւ տարածքային զարգացումը։ Եվ ահա սա գլխավոր մեր նպատակն է եւ մեր միջոցն է հասնելու մեր նպատակին։ Մնացած բոլոր ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս առաջիկայում որ իրականացնենք, նույնպես միտված են մեր երկրի հանրահռչակմանը, ճանաչելիության բարձրացմանը եւ ոչ ուղղակի ձևով էլի մեր երկրում միջավայր, նոր մշակույթ, նոր որակ բերելու։ Շատ լավ, Վանանե, իսկ միտքը ինչպես է ծնվել, ինչից է առաջացել, հա, դուք որպես ընկերության գործադիր, հա, տնօրեն հիմնադրամի, ոնց եք այդ մտքին եկել կամ հետո նաև ուղղությունները ոնց եք սահմանել այդ 5 ուղղությունները, ինչու հենց այդ 5 ուղղությունները։ Տեսեք, մեր հիմնադիրները, Գևորգյան ընտանիքը, իրենք երկար տարիներ Հայաստանում եւ տարբեր երկրներում բիզնես գործունեություն են ծավալել եւ իրենց հայրենիքում իրենք երկար տարիներ ապրել են նաև Շվեյցարիայում, բայց Հայաստանում միշտ արել են նաև հնդածս բարեգործական եւ զարգացման ծրագրեր, բայց դրանք եղել են ոնց որ կետային եւ ոչ համախմբված եւ նշանակային։ Եվ 2 տարի առաջ, արդեն քիչ ավել, շուրջ 3 տարի առաջ մենք հիմնադիրների հետ զրուցում էինք, որ Հայաստանում համակարգված զարգացման ծրագրեր են պետք անել, ոչ բարեգործական, այլ հենց զարգացման, եւ Հայաստանում պետք է փոխել միջավայր։ Եվ ահա այդտեղից ես ինքս էլ շուրջ 20 տարի աշխատել եմ տարբեր սոցիալական Հայաստանի զարգացման ծրագրերում եւ միասին եկանք այն գաղափարին, որ Կերոն հիմնադրամի ճիշտ պահն է այո հասնացել եւ այդտեղից ծնվեց հիմնադրամը, իր գաղափարախոսությունը եւ այո մեր եւ ռազմավարական ուղղությունները եւ մեր հիմնական նպատակը մի քիչ երկարանժամկետ ներդրում են պահանջում եւ արդյունքների մենք արդյունքները կտեսնենք մի քիչ տարիներ անց, քանի որ երբ որ մարդկանց միջոցով ես դու փոխփոխության ժամանակ է անհրաժեշտ, այո, 5-10 տարի հետո մենք կարող ենք ավելի չափելի արդյունքներ գրանցել եւ խոսել արդեն չափելի արդյունքներով, բայց արդեն իսկ այսօր երբ մենք Հայաստանում եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում եւ ֆիլհարմոնիկ նվագախմբում եւ Սունդուկյան Գաբրիել Սունդուկյանի ակադեմիական թատրոնում եւ կինոյի եւ թատրոնի ինստիտուտում եւ եւս մի քանի կառույցներում պետական նույնպես բերել ենք տաղաններ, ովքեր աշխատում են այդ կառույցներում եւ արդեն իսկ նշանակալից փոփոխություններ ենք տեսնում։
Շնորհակալություն Իրինա, դուք որպես Կերոն հիմնադրամի զարգացման եւ գործընկերության գծով տնօրեն վերջինս ենթադրում է, որ ծրագրերի արդեն կյանքի կոչման մասով բավականին մեծ պատասխանատվություն եւ շատ անելիքներ ունեք հենց դուք։ Կուզենամ մի փոքր ծրագրերից ներկայացնեք այս պահին արված ծրագրերի մասին ու նաև ոնց եք ընտրում, հա, այսինքն ոնց եք որոշում կայացնում, որ օրինակ այս փուլում պետք է մեր ամբողջ ռեսուրսը տրամադրենք հենց այս նախագծի իրականացմանը։ Ուղղությունները ռազմավարական նշվեցին, բայց նաև դրանց քայլերը, հա, ոնց եք որոշում։ Այո, ինչպես արդեն Վանեն նշեց, ռազմավարական ուղղությունները բնականաբար 5-ն են եւ մենք փորձում ենք չշեղվել, բայց նաև այս պահի դրությամբ օրինակ կոնկրետ մենք ունենք զուգահեռ մի քանի ոլորտով մեծ ծրագրեր, այդ թվում օրինակ Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի վերանորոգում, վերազինում, արդիականացում ամբողջությամբ եւ կոնկրետ այդ ծրագիրը խաչվող է մեր պարագայում, այսինքն եւ կրթություն, եւ առողջապահություն, եւ տարածքային զարգացում միանգամից 3 մեր ուղղությունները փակում է։ Նույնը օրինակ էլի մեծ ծրագրերից AUX-ի շենքի վերականգնումը բոլոր հատկապես երևանցիների շատ սիրած քաղաքի այցեքարտային շենքերից պատմամշակութային եւ որում ունի նաեւ հանրապետական նշանակություն, մենք այդ շենքը եւս 2 կազմակերպությունների հետ մեկտեղ վերականգնում ենք եւ դա նույնպես էլի խաչվող է, որտեղ մշակույթ, տարածքային զարգացում ընտրությունը մենք ունենք մեր չափորոշիչները ոնց ենք ընտրում, ի սկզբանե նախագծվում է, այսինքն Կերոնը իր ծրագրերը իրականացնում է նախագծման փուլից մինչև ավարտին հասցնելը, բայց միշտ մենք ունենում ենք նաև գործընկեր, նայած ինչ մասշտաբի ծրագիր է եւ ըստ դրա նաև ընտրվում են գործընկերներ։ Կոնկրետ արդեն իսկ իրականացված ծրագրերից, օրինակ մեր խոշոր ծրագրերից նաև Երևանում 3 հանրային մեծ խաղահրապարակների կառուցումներ, որը իսկապես մեծ նվեր է երեխաներին եւ նաեւ ծնողներին, որովհետեւ ծնողներն էլ շատ դեպքերում չգիտեին ինչպես զբաղացնել իրենց երեխաներին, մանավանդ հիմա արդեն դրա պահանջարկը ավելի շատ է, երբ որ եղանակը տաքանում է եւ իսկապես ծնողները չգիտեն ինչպես զբաղեցնել։ Կոնկրետ օրինակ խաղահրապարակների մասով առաջին խաղահրապարակը Կարմրախայտը ամբողջությամբ մեր ոնց որ նախագիծն էր ու մենք սկսեցինք, բայց ուրախություն մեզ միացան նաև երկրորդ եւ երրորդ խաղահրապարակի պարագայում արդեն այլ գործընկերներ, այսինքն երկրորդ խաղահրապարակը Վիշապագորգը, երբ որ ամբողջը Երևանում է, չէ՞, թվարկածը, թե ունենք նաև համայնքներում։ Այո։ Այս պահին մենք համայնքներում 3 ավարտեցինք մի ծրագիր Դիլիջանում AIP Pro ծրագիրը, էլի մեր գործընկերը AIP ընկերությունն է, հիմնադրամներ եւ դպրոցը, ում հետ մենք իրականացրեցինք AIP Pro ծրագիրը եւ տեղի ավագ դպրոցի հանրակրթական դպրոցի աշակերտների հետ մի քանի ամիս շարունակ աշխատեցին մենթորներ եւ նախագծահեն ուսուցման շնորհիվ վերջում նաեւ նախագծերից մեկը ստացավ միկրո դրամաշնոր, այդքան էլ միկրո չէր, փոքր երևի դրամաշնոր մրցանակ, որպեսզի իրականացնեն իրենց ծրագիրը։ Շատ լավ, հաջորդ կարևոր հարցն եմ ուզում ուղղել, նշեցիք, որ հիմնադրամը ինչպես է հիմնվել, հա, ընտանիքի կողմից եւ այլն, բայց վստահաբար երբ ցանկացած, հա, անհատ տեսնում է, որ որևէ հիմնադրամի գործունեությունը իսկապես միտված է արժեք ստեղծելուն եւ միջավայրում խնդիր է լուծում, ինքը եւս ցանկություն է ունենում մասնիկը լինել այդ կարևոր նախաձեռնության առաքելությանը, մի խոսքով։ Եթե տարբեր գործընկերներ, ընկերություններ կամ անհատներ ցանկանում են միանալ, այս գործընթացը ինչպես է կազմակերպվում կամ արդյոք այդ հնարավորությունը կա, թե հիմնականում հիմնադրամը ունի իր հոգաբարձուների խորհուրդը թիմը եւ ամբողջը համակարգվում է։ Այսինքն, եթե որևէ ընկերություն կամ անհատ ցանկանա աջակցություն ցուցաբերել կամ մասնակից լինել, այս գործընթացը ինչպես է կազմակերպվում։
Նախ նշեմ, որ մենք չափազանց բաց ենք ցանկացած համագործակցության համար եւ ի սկզբանե հենց Գերոն հիմնադրամի ռազմավարության մեջ դրված է այդ գործընկերային համագործակցությունը եւ յուրաքանչյուր անհատի ցանկացած ներդրում, լինի դա ֆինանսական, ժամանակային, գիտելիքների եւ այլն պրոդուկտներով եւ այլն արտադրանքով, այսինքն կարեւոր չի թե ինչ տեսքով, բայց ցանկացած ներդրում մեզ համար շատ գնահատելի, արժևորելի է եւ դա մեծապես գնահատվում է եւ նշվում է մեր կողմից եւ տեսեք գործունեության սկզբում 2 տարի առաջ մենք ինքներս փորձում ենք մարդկանց դեռ ցույց տալ եւ որոշ տեղերում անգամ համոզել, որ մենք իսկապես վստահել ենք եւ իսկապես Հայաստանի զարգացման միտված ծրագրեր ենք անում։ Այսօր ընդամենը 2 տարի անց մենք տեսնում ենք գործընկերների եւ ամենակարևոր անհատների մեծ բանակ, ովքեր վստահում են մեզ, կիսում են մեր արժեքները եւ ուզում են մեր գործունեության մասը կազմել, ինչը մեզ համար կարևորագույն այն միջավայրի փոփոխության մասին ենք խոսում եւ ամբողջ մեր գործունեությունը դրա շուրջ է ցավալվում։ Կարևորը ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ քեզ վստահում են քո որակին, քո ստեղծած արժեքին եւ ուզում են դրա մասը կազմել։ Դա ամենակարևոր բանն է, ինչին մենք այսօր հասանք, եւ ինչպես Իրինան նշեց, 3 խաղաղապարակները նույնպես միայն հիմնականում միտված են դրան, երբ որ մենք փոխենք միջավայր, երբ որ ստեղծենք այնպիսի տարածքներ, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան են եւ այդտեղ թե լուծում ենք տարբեր խնդիրներ, այսինքն մեր երեխաները առօրյա զբաղվածության եւ այլն անմիջական խաղի միջոցով ոչ ֆորմալ կրթություն են նաեւ այդ խաղապարակներում ստանում, որտեղ յուրաքանչյուր խաղապարակը նաեւ կրթական տարեր է իր մեջ պարունակում, բայց ամենակարևորը փոխում են մեր մտածելակերպը, մեր տեսլականը եւ մեր վերաբերմունքը մեր երկրի, մեր հայրենիքի հանդեպ եւ մեր մտահորիզոնն ու աշխարհայացքն են լայնացնում յուրաքանչյուրիս, մեր երեխաների եւ այստեղ նորից եմ կրկնում շատ կարեւոր է որ մեզ վստահեն եւ ուզեն այս ամենի մաս կազմել, այլապես մենք կձախողենք, այլապես մեր գործունեությունը անիմաստ է։ Եվ ես ավելացնեմ Վանանեի ասացին, որ օրինակ նույն խաղահրապարակների մասով մենք հիմա պատրաստվում ենք նաև դրամահավաք կազմակերպենք բաց հանրային, որովհետև մենք նաև պահպանում անվտանգություն եւ մաքրություն ապահովում ենք այդ խաղահրապարակներում մեր գործընկերոջ հետ մեկտեղ յուրաքանչյուր խաղահրապարակում կարմրախայտում ամբողջությամբ կերոնը եւ այս բարակայում մենք ուզում ենք որպեսի այդ մասնակցայնությունը բարձրացնենք ծնողների շրջանում, որովհետև ծնողներն էլ գիտակցում են, որ թեկուզ մի փոքր ներդրում ունենալով իրենք կաջակցեն, որպեսզի այդ խաղահրապարակները ավելի երկար ծառայեն իրենց բալիկներին, իրենց փոքրիկների համար, եւ հետեւաբար մենք այո բաց ենք եւ եթե կլինեն կազմակերպություններ, ովքեր կուզենան դառնան այդ լավ գործի մի մասը, մենք միշտ բաց ենք ընդունելու ցանկացած առաջարկ քննարկելու, ինչպես նաև մեզ կարող են նաև ուղղակի մեր կայքով նվիրատվություն անել մեր ծրագրերին հենց անհատապես որպես այսինքն անհատ իրենք կարող են ընտրել որևէ ծրագիր եւ կամ ընդհանուր ծրագրերին եւ վստահ կարող են լինել, որ ցանկացած գումար գնում է հենց ծրագրերին եւ ոչ թե վարչական ծախսերին։ Հրաշալի է, ուզում եմ նաև անպայման խոսենք վերնատուն ծրագրի մասին, քանի որ ինքը բավականին, ինքը շատ մանրամասն ուսումնասիրել եմ, բայց վստահաբար, եթե խոսում ենք Գերոն հիմնադրամի մասին, որպես շատ իսկապես արժեքահեն նախագիծ, կուզենամ նաև շատ կարճ դրա մասին ներկայացնեք, էլի միտքը ինչպես է ծնվել, հատկապես որ երիտասարդ սերունդը միգուցե վերնատան մասին շատ պատկերացում չունենա, բայց վստահ ավակ սերունդը, հատկապես կարդացած սերունդը շատ լավ գիտի եւ վերնատան մասին, եւ ովքեր են այնտեղ եղել եւ ինչքան մեծ մշակութային արժեք է ներկայացնում։ Միտքը որտեղից է առաջացել ու ամենակարևորը ինքը ինչ խնդիր է լուծում։
Միտքը էլի նույն տեղից է առաջանում, քանի որ մեր ծրագրերը, նախագծերը, մեր առաքելությունը ամբողջ ուղղված է մարդկանց համար, մարդկանց շուրջ եւ մարդկանց միջոցով, այդ տեղից եւ առաջացավ այն միտքը, որ մենք պետք է ունենք ֆիզիկական տարածք, որտեղ արժեք ստեղծող նախանձախնդիր եւ նույն արժեքները կիսող մարդիկ ունենան, այո, համայնքի պես, այսպես կարելի է ունենան տարածք, որտեղ ոչ ֆորմալ հանդիպումների միջոցով իրենք կարողանան իրար հետ շփվել։ Ի վերջո նույն Վերնատունը, նույն պատմական դրվագները, եթե նայենք, աֆրիկյան եղբայրներն են ունեցել Երևանյան առաջի ակումբներից մեկը 20-րդ դարի սկզբին աֆրիկյան եղբայրների ակումբն է եղել, 70-ականների վերջին 80-ականների սկզբին հայ մտավորականները հավաքվել են եւ այդտեղից մեր անկախությունն է սկիզբ առել ի վերջո այդ զրույցների տվյալ դեպքում որոշ քննարկումների եւ որոշումների արդյունքում ծնվել է այդ Ղարաբաղ կոմիտեն, որից ելև մեր անկախության շարժումն է առաջացել եւ մենք բավական հետարքի ակումբային ավանդույթ ունենք եւ այսօր ցավոք բացի բիզնես ակումբներից Հայաստանում այլ ֆորմատի այդպիսի ակումբներ, որոնք առաքելություն իրենց վրա վերցնեն, ստեղծել պայմաններ, որ մարդիկ, արժեք ստեղծող մարդիկ կարողանան իրար հետ ոչ ֆորմալ, նորից եմ կրկնում, ոչ ֆորմալ միջավայր ունենան քաղաքի կենտրոնում, քաղաքի սրտում, պատմական շենքի ներսում 1902 թվականի շենք է այն շենքը, որտեղ Պուշկինի 38 հասցեում տեղակայված աֆրիկյանների առանձնատունը, որտեղ պատմական իրադարձություններ են տեղի եւ շատ քչերը գիտեն ապրելով Երևանում։ Կարծում եմ բոլորը գիտեն Պուշկին փողոցը, բայց շատ քչերը գիտեն, որ այդտեղ ինչպեսի արժեքավոր շենք է։ Պատմական եւ եզակի շենք է մեր շենքը։ Այո, գեներալ Սելիկյանն է ապրել նաեւ մեր շենքում եւ պատմում են, որ այդ պատշգամբից պատերազմի վերջին լուրերը հանրությունը հավաքվել է պատշգամբի տակ եւ նա հայտարարել է եւ այստեղ 6 մետր առաստաղներով, նկարազարդ առաստաղներով, պատմական գեղեցիկ կերամիկական բուխարիներ են տեղակայված եւ նաեւ այստեղ մեր նպատակն էր վերականգնել շենքը, որը մեծապես հաջողվեց լավագույն մասնագետներ ներգրավելով։ Այսօր մենք բացում ենք դռները եւ ամիսը առնվազն մեկ անգամ, որպեսզի երևանցիները, մարդիկ, հայաստանցիները եւ նաեւ հյուրերը կարողանան մուտք գործել այս շենք եւ տեսնել, որ իսկական Երևանը սա է եւ այսպիսի մտածելակերպ ու մտածողություն են ունեցել դարեսկզբին Երևանում եւ այսպիսի տներ են կառուցել։ Հրաշալի է, ես ուզում եմ անպայման նորից շեշտել մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար, որ Երևանում Պուշկին 38 հասցեում տեղակայված է Վերնատունը եւ ինչպես կարող են այցելել, նշեցիք ամսվա մեջ 1 օր, դա ինչպես է տեղի ունենում, ինչպես է իրազեկում կամ ինչպես կարող են։ Վերնատունը իրականում փակ ակումբ է, անդամակցության ակումբ է եւ ունենում ենք միայն որոշ հանդիպումներ, քննարկումներ, որոնք նաև բաց են հյուրերի համար, ովքեր կոնկրետ թեմայի շուրջ մասնագետներ, էքսպերտներ են հրավիրվում, իսկ Կերոն հիմնադրամի դռները բաց են եւ մենք չնայած որ այնտեղ աշխատում ենք օր ու գիշեր, բառեզբուն իմաստով, բայց եւ պատրաստ ենք սիրով, եթե ցանկացողներ կան ընդունել հիմնադրամում պատմել շենքի մասին, բայց ամսվա մեջ լինում է հատուկ բաց դռների օր, մեզ համար մեր սիրելի Սատենիկը Չուքազյան անցկացնում է այս շենքի պատմության մասին շատ հետաքրքիր դասախոսություն եւ օրերի մասին կարելի է տեղեկանալ մեր գայքի սոցիալական գայքերից։ Հիմնականում ամեն ամսվա վերջին 5 շաբթի օրերին, բայց կարող է փոփոխական լինի, ամեն դեպքում մեր էջերում կա ինֆորմացիան։ Շատ լավ, քանի որ իսկապես շատ հայրենանպաստ ու հայրենանվեր աշխատանք եք իրականացնում ու ինքս էլ իսկապես շատ կարևորում եմ եւ ոչ միայն նման թեմաների լուսաբանումը, որովհետեւ այսպիսի միտք կա, չէ՞, ասում խավարի բացակայությունը պետք է լույսի բացակայությունը խավարն է լցնում ու մեզանում երբ տեսնում ես, որ իսկապես կան լուսավոր մարդիկ, ովքեր ստեղծում են այդ լուսավոր միջավայրը, որը որ նաև հազարավոր մարդկանց կյանք է փոխում, շատ կարևոր է, որ ոչ միայն կողքից նայել ու ասել, վայ ինչ լավ բան են անում եւ ոնց որ հանդիսատեսի տեսքով գնալ առաջ, այլ հասկանալ ինչով կարող են օգնել։
Եվ եթե ամփոփենք, Իրինա, երևի դուք պատասխանենք, ինչպես կարող են կապ հաստատել ձեզ հետ, ինչպես կարող են աջակցել նախագծերին, ինչպես կարող են, ինչու ոչ նաև համատեղ ծրագրեր իրականացնել, որը որ հենց էլի ձեր 5 ռազմավարական ուղղությունների շրջանակում է։ Մի խոսքով, ինչպես գտնեն ձեզ ու ոնց որ ինչպես ասում են, լավ մարդիկ լավ մարդկանց հետ որքան շատ հանդիպեն, շատ զրուցեն, շատ քննարկում ունենան, այնքան ավելի շատ դրական արդյունք կունենանք։ Շնորհակալություն նաև այս հնարավորության համար, որ մենք կարող ենք պատմել մեր գործունեության մասին։ Իրականում, ինչպես նշեցինք, մենք բաց ենք, մեր կայքը շատ միշտ թարմացնում ենք եւ բացի դրանից սոցիալական ցանցերում ենք բավականին ակտիվ, այս կարող են հետևել մեր սոցիալական էջերով եւ կայքում ունենք նաեւ առանձին սյունյակներ, օրինակ մենք չնշեցինք մեր տաղանդների ֆոнд ծրագիրը, բայց այսինքն հենց սկզբից նշեցինք կներեք, չէ, բայց չնշեցինք ինչպես կարող են դառնալ տաղանդ, այսինքն եթե լավ մասնագետ են, արհեստավարժ մասնագետներ են, կարող են նույնիսկ առանձին հայտ լրացնել մեր կայքում, ունենք առանձին գործընկեր դառնալու հնարավորություն, որ կարող են էլի կայքում հայտ լրացնեն, մենք կդիտարկենք եւ նվիրատվություն կատարել որևէ ծրագրի, ինչպես նշեցի, կամ ընդհանուր ծրագրերի եւ առանձին որևէ մի ընդհանուր որևէ հատուկ ծրագրի։ Բացի դրանից մեր էլեկտրոնային հասցեին կարող են ուղարկել մշտապես մենք համագործակցության առաջարկներ, նամակներ, հանդիպումների հնարավորություն կա եւ մեր դռները բաց են, ինչպես հատուկ օրերի որպես բաց դռներ, այնպես էլ ընթացքում, եթե մեր կարիքը ունեն, միշտ մենք բաց ենք եւ համագործակցող։ Շատ շնորհակալություն ու ինձ համար անձնապես շատ հետաքրքիր կլիներ Վանանե եւ ձեզ լսել եւ Իրինա ձեզ, որն է ձեր մոտիվացիայի աղբյուրը։ Նշեցիք, որ օր ու գիշեր աշխատում եք բառի բուն իմաստով, ինչն է ձեզ ոգեշնչում։ Ինչու եմ սա հարցնում, որովհետեւ բիզնեսի մեջ, այսինքն գործարարության մեջ, երբ կա շահույթ եւ այլն, մի քիչ մոտիվացիայի աղբյուրները օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն հայտնի են, բայց համամարտկային խնդիրների կամ սոցիալական բնույթի ծրագրերի մեջ իսկապես շատ մեծ այլ բնույթի մոտիվացիա պետք է ունենալ, որ կյանքիդ 7-24-ը նվիրես իսկապես ինչ-որ մի առաքելության եւ խնդրի լուծմանը։ Ես երևի պատասխանեմ իմ կողմից, ասեմ, որ ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում ցանկացած մասնագիտության, ցանկացած աշխատանքի, բայց մի քանի տարի առաջ ես ինձ համար հասկացա թերևս, որ ինձ բոլորովին չի մոտիվացնում բիզնես գործունեությունը, երբ առաջարկ ստացա եւ մի քանի ամիս փորձեցի նաեւ այդ բնագավառում աշխատել, չգիտեմ, թե այրանս մեջ է, թե այլևս կարծես իմ կյանքի ուղին այդպես է ստացվել, որ եթե հայրենանպաստ, եթե հայացք եւ միջավայր փոխող ծրագրեր չեն, իրենք ինձ չեն մոտիվացնում եւ չեն աչքերիս մեջ կրակ չի վառում, այո, իսկ ես միայն այդպես եմ կարող աշխատել։ Շնորհակալություն, Հաննե աշխարհը ավելի բարի ու լավը դարձնելու հնարավորությունը, որ մենք ամեն օր փորձում ենք մեր աշխատանքի միջոցով, գոնե փոքր քայլերով, բայց ինչպես հենց սկզբից նշեցինք, ավելի երկարաժամկետ կտրվածքում տեսնենք այդ փոփոխությունը։ Շատ շնորհակալություն, իսկապես մեր բոլորիս գործերին մեծ հաջողություն եւ շատ մեծ այսպես հույս ու հավատ ունեմ, որ մեր ռադիոլսողներից, ռադիոդիտողներից շատերը բացի այն, որ կոգեշնչվեն իրականացված ծրագրերով, դրական արդյունքներով, այլ նաեւ շատերը կփորձեն իրենց մասնակցություն ունենալ, որպեսզի դրականը բարին ու այդ արժեքաստեղծ գործընթացները մեզանում ավելի շատանան։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ գործարար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին։ Այսօր խոսում ենք Կերոն զարգացման հիմնադրամի մասին եւ իմ հյուրերն էին Իրինա Փահլևանյանը, նորից շնորհակալություն Իրինա, ով հանդիսանում է հիմնադրամի զարգացման եւ գործընկերության մասով տնօրենը եւ Վանանեն Արաքցյան, ով հանդիսանում է հիմնադրամի գործադիր տնօրենը։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։